Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ խնդրում եմ տալ մեկ հարց, որպեսզի ձեր գոլեգաները եւս ունենան հարց տալու հնարավորություն, խնդրեմ այս շարքից Ռիփսիմե Ջեբեջյան։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, ես նախորդ հարցը մի քիչ ավելի ուղիղ կտամ, քանի որ ձեզ քննադատում են այդ մասով իշխանականները։ Դուք պատրաստվում եք մեր պետությունը սարքել միութենական կազմի մեջ մտցնել, սարքել գուբերնիա, այդ ճիշտ է, թե չէ։ Արդյոք, երբ որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասաց մենք ռուսական անձնագրով մարդիկ ունենք այդտեղ, նկատի ունենալով ըստ երևույթին ձեզ դրանով ինքը ձեզ օգնեց, թե վնասեց ձեր կարծիքով, եւ մի հարց էլ ընթացային է, չնայած խնդրեցին մեկ հարց տալ սումկի հետ կապված։ Ես նայեցի, որ Փաշինյանը այց ունեցել է Չինաստան 2019 թվականի մայիսին եւ 2025 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ինձ հետաքրքրում է այդ սումկի ազդեցությունը ինչքան է պահպանում ձեր կարծիքով եւ արդյոք դրանից առաջ հալյուցինացիաներ չեք տեսել Փաշինյանի մոտ։ Շնորհակալություն։ Սնկի ազդեցությունը ես չգիտեմ, որովհետև չեմ փորձել, բայց ինձ թվում է սրացումները սկսվում են կուլ տալուց անմիջապես հետո։ Ինչ վերաբերվում է Պուտինի ու Փաշինյանի խոսակցությանը, ես չեմ ուզում մեկնաբանել տարբեր երկրների ղեկավարների խոսակցություններին, բոլորը իրենց կարծիքը ունեն, Պուտինը իր կարծիքը հայտնեց, Մակրոնը եկավ Փաշինյանին զասոց դրեց, դրանով իր կարծիքը հայտնեց։ Հիմա եթե մենք սկսենք ամեն օր քննարկել տարբեր երկրների ղեկավարների խոսույթը, ում հետ մենք շուտով աշխատելու ենք եւ ստեղծելու ենք լավ հարաբերություններ, ես դա կոռեկտ չեմ համարում։ Ես ասել եմ, Փաշինյանի իշխանության կատարած ապօրինությունների մասին այսօր խոսում է ամբողջ աշխարհը։ Ռուսաստանում դա արվեց ամենաբարձր մակարդակով։ Դա չի նշանակում, մենք չգիտենք Մակրոնը ինչ է ասել Փաշինյանին։ Այ որ իմանանք ինչ է ասել, կտեսնեք, որ նորից խոսել են անարդարություններից, ապօրինություններից։ Մյուս հարց։ Գուբերնիա եւ միութենական պետության կազմի մեջ մտցնել։ Մենք դարձնելու ենք Հայաստանը տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած բոլոր խոսույթները դա իրենց մասին է։ Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու ենք Ադրբեջանի գուբերնիա, քանի որ հիմա ինքը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում։ Շնորհակալություն, այսօր է։ Այսօր եմ Անյա Պողոսյան, Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ նախատեսում վերսկսվել է ակտիվ աշխատանքը հապկում, դուք իշխանության գալու դեպքում ինչպես եք աշխատելու հապկում եւ նշեցիք, որ Ռուսաստանը համարում եք բարեկամ երկիր, թերևս նաեւ այս հայտարարությունը նկատի ունենալով ձեր ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ իշխանության գալու դեպքում Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը տնտեսապես եւ քաղաքապես մեծանալու է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեր կապիտալի մեծ մասը այդ երկրում է, ինչպես կարձագանքեք։ Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է։ Եթե ձեզ թվում է Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանը ապրում ու զարգանում, դուք չարաչար սխալվում եք։ Դա կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ։
ամբողջությամբ կախված է դրսի տրանսֆերներից։ Գալիս է բյուջեին համարժեք գումարներ նույն Ռուսաստանից։ Դրա համար կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ չեմ կարող հասցնել։ Բայց ես հասկանում եմ, որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, լինելու է մեր գլխավոր տնտեսական դաշնակիցը, որովհետև մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք։ Դա մի հատ կնոպկա սխմելով անջատել հնարավոր չի։ Տարիների ընթացքում մեր պրոֆեսիոնալ աշխատանքի հաշվին դուք տեսնեք, որ մենք գրավում ենք նոր շուկաներ եւ այդ կախվածությունը քչանալու է։ Իսկ հապկի դեպքում չարձագանքեցիք։ Հապկի դեպքում, երբ որ ներկա իշխանությունները պամպերսները հակած ինչ որ հայտարարություններ են անում, դա չեմ էլ ուզում մեկնաբանեմ, որովհետև իրենք հնարավորություն ունեին, քանի տարի արդեն այդ հայտարարությունները անում են։ Մի հատ ստորագրությամբ դուրս գային հապկից։ Վախենում են, խի դուրս չեն գալիս։ Այսինքն ինչ եք ուզում ասեմ, մենք չունենք երկրորդ ռազմական համագործակցության կառույցը, ոչ մեկ այսօր մեր հետ չի ստորագրի, բայց մենք չենք կարող լինելով փոքր երկիր, գոնե չունենանք ինչ-որ մեկ պետության, դե Փաշինյանը թող 3 Մակրոնի հետ ստորագրեր ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր, ոչ թե երկեր-պարեր բեմերի վրա, կարևոր հարցեր լուծեր մեր երկրի համար։ Շնորհակալություն, Փաստինֆո, ապա ազատություն։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ թույլ տվեք հստակեցնել, ինչ դերակատարում է ունեցել Վլադիմիր Պուտինը ձեր Հայաստան գալու եւ Հայաստանի քաղաքական դաշտում դերակատարում ստանձնելու վերաբերյալ եւ նաեւ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանին անգամ իր թիմում լուրջ չեն ընդունում, այդ դեպքում թույլ տվեք հարցնել, պարոն Կարապետյան, այդ դեպքում դուք ինչու եք մտել իր ձևավորած օրակարգի մեջ եւ ամեն կերպ փորձում տարանջատվել նախկիններից, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանից, ձեր թիմակից եւ բարեկամ Նարեկ Կարապետյանը ասում էր, որ ինքը անձամբ երբեք առիթ չի ունեցել հանդիպելու կամ խոսելու պարոն Քոչարյանի հետ, խնդրում եմ նշեք, թե դուք ինչ հարաբերություններ եք ունեցել պարոն Քոչարյանի հետ։ Շնորհակալություն։ Դուք ուզում եք Նարեկ ստի։ Չէ, ես չեմ ասում ստում, վստահաբար, բայց եթե մարդը չի հանդիպել Քոչարյանի հետ, ինչ կանգնից ես ասի ամեն օր խաշ ենք իրար հետ ուտում, թե ինչ ասի։ Թերևս ավելի կարևոր էին ձեր հարաբերությունները։ Իմ հարաբերությունների մասին ես ասել եմ տարիներ առաջ, իմ հարցազրույցներից մեկում գնահատել եմ Քոչարյանին որպես Հայաստանին հաղթանակ կերտող ղեկավարներից մեկը, բայց այսօր քաղաքական դաշտում, քանի որ քաղաքացիական պայմանագիրը նույնիսկ շատ անբարոյական օրակարգեր է թելադրում եւ մարդիկ դրանց սկսում են հավատալ, դուք գիտեք, չեմ ուզում կրկնվեմ այդ օրակարգերի մասին։ Մտավախությունն եք, որ ձեր վարկանիշը։ Ես մտավախություն ոչ մի բանի չունեմ։ Ես հայտարարում եմ, որ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Ես ասում եմ, Քոչարյանը արել է շատ կոռեկտ հայտարարություն, որ ինքը սատարելու է առաջի տեղ օպոզիցիայից զբաղեցնող ուժին, այսինքն մեր ուժին։ Ես չգիտեմ էլ ինչ ասենք, որ մարդիկ հավատան, որ չկա ուրիշ գործարքներ, ստվերային գործարքների մենք չենք մասնակցում, կյանքում չենք մասնակցել։ Եվ Պուտինի հետ կապված եթե կարելի է։
Պուտինը հիշում եմ։ Այսինքն ինչ եք դուք ուզում։ Պուտինը ինձ կանչեց, ասավ, գիտես, շուտով հորդ 40-ն է, իմ իջայլոց այսօր 1 տարին է լռանում, ինչը այս ամբարո իշխանությունները ինձ զրկեցին մասնակցել դրան միջոցառմանը։ Կանչեց ինձ ասեց, դու կգնաս անպայման կմասնակցես հորդ 40-ի պատարագին, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կալանավորի, տանիք պահի ամենածանր պայմաններում, դրանից հետո դու խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս կհաղթես։ Եթե դուք այդպես եք պատկերացնում, ես ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Շնորհակալություն, ազատություն։